Բարև ձեզ սիրելի հետևորդներ, այսօր որոշեցի մի փոքր զբոսնել Գյումրի քաղաքում, այս պահին գտնվում եմ Վարպետանց փողոցում և ուզում եմ ձեզ հետ կիսվել իմ այսօրվա զբոսանքով։ Հիմա ես գտնվում եմ Վարպետանց փողոցում և հիմա կփորձեմ մանրակրկիտ նկարել, նայեք ժողովուրդ ջան, այս ճանապարհը մեզ տանում է Հովհաննես Շիրազի տուն, թանգարան, նայեք, թեքվում ենք աջ և այստեղ Հովհաննես Շիրազի տուն, թանգարանն է։ Մտնում ենք թանգարան, նկարում ենք հայատը, շատ գեղեցիկ է Գյումրին, ժողովուրդ ջան, տարեցտարի ավելի է գեղեցկանում, ովքեր չեն եղել Գյումրի քաղաք, անպայման արեք, զբոսնեք, հայոց լեզու, անաղարտ պահենք։ Զբոսնում ենք Հովհաննես Շիրազի տուն, թանգարանի բակում, նկարում եմ, նայեք իշքան գեղեցիկ է, ծաղիկներ, հնություն, բոլորը հնություն է ժողովուրդ ջան, ամբողջ հնությունը Գյումրիում է, իշքան գեղեցիկ է, մի փոքր հետո ժողովուրդ ջան գնալու եմ Ավետիք Իսահակյանի տուն, թանգարան, անմիջապես կողքն է, անմիջապես կողքը։ Ավետիք Իսահակյանից հետո գնալու եմ Մհեր Մկրտչյանի տուն, թանգարան և հետո կերամիկայի թանգարան։ Իսկ դուք նայեք վիդեոն մինչև վերջ, Այբուբենը, Հովհաննես Շիրազ։ Երեխեք լիմարը մնը կամենդարալը գրեք լնայեմ ովքեր են եղեք Գյումրում, հարգելի հետևորդներ, ովքեր են եղեք Գյումրի քաղաքում, իսկ ովքեր տեղ չեն հասցրել և ցանկություն ունեն գալ Գյումրի, և հիմա արդեն եկանք Ավետիք Իսահակյանի տուն, թանգարան, հարգելի հետևորդներ, սա արդեն Ավետիք Իսահակյանի տուն, թանգարանն է, զբոսնում ենք բակում, եղանակը այսօր լավ հարմար էր, հով էր, այսօր հով էր Գյումրիում,
շատ շոկ չէր։ Երեք լավ անձերը վերեգե, անձրևից հետո այսօր հով էր Գյումրի քաղաքում, նկարեմ, նայեք ինչքան գեղեցիկ է։ Ավելի Կիսահակյանի տուն թանգարանն է։ Եվ հիմա զբոսնելով գնալու եմ մեր Մգրչյանի տուն թանգարան, ահա, այստեղ է։ Իսկ սա արդեն կերամիկայի տուն թանգարանն է։ Եվ այս ամենը գտնվում է Վարպետանց փողոցում։ Ովքեր դեռ չեն եղել Գյումրի քաղաքում, ես ինքս ապրում եմ այստեղ, գրեք կոմենտարիաներում, ովքեր ունեն ցանկություն, խնդիր չկա, մեծ հաջողով կդիմավորեմ, զբոսնենք քաղաքում և վերջում կճանապարհեմ։ Սա ժողովուրդ ջան, կերամիկայի տուն թանգարանն է, շատ գեղեցիկ է։ Ինչքան գեղեցիկ ես, երբ քո պատմությունը բացվում է իմ առաջ, քո յուրաքանչյուր փողոց ինձ ասում է, որ անցյալը պետք է պահել սիրով ու հարկանքով։ Քայլում եմ նորից հին փողոցներով, արևը լուսավորում է քարե պատերը։ Դե ինչ, շնորհակալություն տեսանյութը դիտելու համար, հուսով եմ ձեզ դուր եկավ, ինձ հետ միասին քայլերն ու այսօրվա փոքրիկ զբոսանքը։ Իսկ ես կփորձեմ ձեզ համար ավելի շատ հետաքրքիր վայրեր այցելել և նոր տեսանյութեր նկարել։ Շնորհակալ եմ, որ դիտեցիք մինչև վերջ, կհանդիպենք հաջորդ տեսանյութում, մինչ այդ հաջողություն բոլորիդ և ցտեսություն։